տրակի քո հերթն է։ Ոչինչ, հաջորդ անգամ կստացվի։ Դուք թույլ չտվեցիք, որ ես մրցույթին մասնակցեմ։ Իսկ ես եմ պես կթրջեի, որ… Իհարկե կթրջեի։ Առայժմ Դոն է հաղթում, նրա ցածքն ամենաերկարն է։ Ու գեղեցիկը։ Տրակ քո հերթն է։ Ուր ես գնում Տրակ, իսկ ցատկել է։ Տրակին լավ ցատկելու համար լավ թափ հավաքել է պետք։ Լավ, առաջարկում եմ հեռու գնալ անվտանգության համար։ Հիմա մի բան կպատահի։ Սա ռեկորդ է։ Տրակ, հոչի վնասվեցիր։ Ամեն ինչ լավ է, կյանքումս մի անգամ եմ վնասվել, վաղուց, երբ փոքր էի։ Հրաշալի ցածկ էր Տրակ։ Թռիչքի ժամանակ տերոդակտիլի էիր նման։ Հրաշալի մրցում ստացվեց։ Մենք կորած ենք, կորած։ Հիշիր, որտեղ կարող էիր կորցնել մեդալյոնը։ Ես չգիտեմ, առավոտյան տեղում էր։ Սա լուրջ գործ է, առանց ընկերների գլուխ չենք անի։ Ձեր, կանչիր Պետյային ու Կատյային։ Իսկ մենք շարունակենք որոնումները։ Տոր, Անկի, չենք քնում։ Դո, փնտրիր բացատի մյուս ծայրում։ Տրակ, դու վերևից ավելի լավ ես տեսնում։ Փնտրիր, մի կանգնիր։ Պետյա, Կատյա, սարսափելի է։ Արտակարգ պատահար։ Տրակն իր մեդալյոնն է կորցրել։ Մենք կորած ենք։ Ինչ մեծ բան է որ։ Ես էլ անընդհատ իմ մազակալները, ժապավեններն ու զարդերն եմ կորցնում։ Իրոք որ։ Նրա համար նորը կսարքենք։ Ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ։ Շտապ իմ ետևից։ Մեր մեդալյոնները միայն դուր բացող բանալիներ չեն։ Նա ով մեդալյոն չունի, չի կարող ներս մտնել։ Իսկ Տրակն իրենը կորցրել է։ Ամեն ինչ կորած է։ Ինչու չի կարող մտնել։ Չեմ հասկանում։ Տրակ, ցույց տուր։ Հո չենք կարող նրան գիշերով էստեղ մենակ թողնել։ Մենք փորձանքի մեջ ընկած ընկերներին չենք լքում։ Մարդիկ կարող են տեսնել նրան։ Սարսափելի է։ Ամեն խնդիր իր լուծումն ունի։ Ես ծրագիր ունեմ։ Դուք գնացեք տուն, իսկ Տրակին կքողարկենք, առավոտյան մի բան կմտածենք։ Ցավոտ է լինելու։ Քարեր են պետք, չորացած ճյուղեր, ցախ, այն ամենն ինչ կգտնեք անտառում։ Տուրբոզավրեր առաջ։ Սկսում ենք քողարկումը։ Ու կոնն էլ վերևից։ Հիմա տուն գնանք, վաղը մի բան կմտածենք։ Տրակ, հանգիստ նստիր։ Արդեն առավոտ է։ Մի բան մտածեցիր։ Ես չէ, իսկ դու։ Ես էլ չեմ մտածել։ Բա ինչա։ Վայ։ Տատիկը ճիշտ է ասում, առավոտյան ուղեղը թարմ է։ Բայց որտեղից գտակ, մենք ամենտեղ փնտրել ենք։ Պարզվեց, որ Իպոլիտն է գտել։ Ու սապարկի մեջ դրած բերել է տուն։ Այ քեզ բան, իսկ Տրակն ուր է։
արագացրու ու էլ չկորցնես։ Շնորհակալ եմ ընկերներ, վաղուց այսքան լավ չէի քնել։ Ողջույն բոլորին։ Ինչ եք անում։ Պատրաստվում ենք մրցարշավի։ Զիլ է։ Իսկ ինչ մրցարշավ է։ Մրցում խոչընդոտներով հաղթողը կստանա տուրբոզավրի կավաթը։ Բուլ, թրակ, նորից բուլ։ Ահա եւ դոն, այն էլ 4 անգամ։ Օ, տորնել է այստեղ։ Ձեռնել։ Դա շատ վաղուց էր։ Հիմա էլ չեմ վազում։ Միայն օդից եմ հետևում։ Իսկ ուր է Անկին։ Նրա անունը չկա։ Անկին չկա, որովհետև նա երբեք չի հաղթել։ Բախտը չի բերել։ Անկին ասաց, որ էլ չի մասնակցելու մրցումներին։ Եվ ընդհանրապես նա թրթուրային տեխնիկա է։ Եվ նա ճիշտ է, չէ որ նրա անիվների փոխարեն թրթուրներ են։ Նա չի կարող ձեզ նման արագ քշել։ Ես էլ անիվներ չունեմ։ Ու ինչ։ Մի անգամ նույնիսկ հաղթել եմ։ Այ քեզ համեմատություն թրակ։ Քո Միքայլը նրա 10-ին է հավասար։ Չէ որ սա մրցում է։ Հաղթում է ուժեղագույնը։ Էխ, դուք էլ ընկերներ եք համարվում։ Դու քանի անգամ եք քեզ տեղափոխել, հա? Տոր, երբ գետնեիր ընկեր, ով քեզ դուրս հանեց։ Բայց ինչ կարող ենք անել։ Ես մի միտք ունեմ, Բուլ։ Նորից մրցումն է։ Ամեն տարի նույն բանն է։ Հոգնել եմ։ Անկի, ողջույն։ Բարև։ Ինչու ես մենակ մնացել։ Քեզ բոլորը մայրուղու վրա են սպասում։ Ինչ չի հետաքրքրում։ Անկի վերջացրու։ Առանց քեզ ինչ են անելու։ Ով է ամենախելացին։ Անկին։ Ով է բոլորին օգնում։ Անկին։ Ճիշտ է։ Առաջ ճանապարհները հեշտ էին, իսկ հիմա երբ մտածել է պետք, դեռ կտեսնենք թե ով կհաղթի։ Դե, չգիտեմ։ Իրականում դու արագ ես ու ճարպիկ։ Բայց ինձ մոտ թրթուրներ են։ Իսկ նրանք անիվներ ունեն։ Իդեպ թրթուրներ ունենալը նույնիսկ առավելություն է, հատկապես խորտուբորտ ճանապարհին։ Ուրեմն այսպես, 5 կաղնու ետևում կտրուկ շրջադարձ կա, զգույշ կլինես։ Հետո էլ փոսեր են ու քարեր։ Ու շատ դիր կլինես։ Բոլոր մասնակիցները պատրաստ։ Տուրբոզավրեր, առաջ։ Անկի, քեզ տեսնեմ, առաջ։ Պատրաստ ես մրցարշավին։ Անկի, կեցես, արագացրու։ Ապրես։ Քիչ է մնացել։
Չժպտացեք, խցիկին չեք նայում։ Դրա փոխարեն կարող է ես լինել։ Թրակ, մինչև հաջորդ արշավը մի ամբողջ տարի կա։ Մարզվիր։ Բարսիկ։ Քեզ։ Նորից փախել է։ Չարա ճիճիկատու։ Քիչ մնաց ընկնեի։ Հերթակարգ պատահար։ Սարսափ, ողբերգություն։ Ձեր, հանգիստ։ Ամեն ինչ հերթով պատմիր։ Ես թրջում եմ, իսկ նա լողում է։ Ով է լողում։ Լաստն է լողում, գետի երկայնքով, իսկ լաստի վրա Բարսիկն է։ Գետը թափվում է ծովի մեջ, ծովը միանում է օվկիանոսին, իսկ այնտեղ շնաձկներ կան։ Բարսիկը վտանգի մեջ է։ Դե, մինչև ծովին հասնելը դեռ շատ կա, բայց Բարսիկին փրկել է պետք։ Տուրբոզավրեր, առաջ։ Թրակ, կարող ես գետի հատակով մոտենալ Բարսիկին եւ նրան ափ բերել։ Կարող եմ։ Չեմ կարող, խորն է, ջուրը պղտոր է, ոչինչ չի երևում։ Ձեր, գուցե դու մեզ մոտ բերես Բարսիկին։ Շատ հեշտ։ Հենց հիմա, դրանից էլ հեշտ բան։ Ես կարող եմ փրկել միայն նրանց, ովքեր ուզում են փրկվել, իսկ Բարսիկը չի ուզում։ Ուղղակի Բարսիկը քեզ մեծ գիշատիչ գազանի տեղ է դրել։ Արձի։ Պետք է մի բան մտածենք, թե չէ հոսանքը նրան իրոք ծով կտանի։ Անկի, փորձիր առաջ բերել սլակն ու իջեցնել կեռը։ Բարսիկը կկախվի կեռից ու դու նրան ափ քիչեցնես։ Ոչինչ չի ստացվում։ Իմ սլակը շատ կարճ է։ Ես մի միտք ունեմ։ Պետք է ցած իջնենք գետի հոսանքով ու այնտեղ փոքրիկ կամուրջ կառուցենք։ Կատյան ու ես կկանգնենք կամրջի վրա ու կփրկենք Բարսիկին։ Ճիշտ է, Բարսիկը մեզ ճանաչում է ու չի վախենա։ Խնդիրը բարդ է, բայց անհնարին ոչինչ չկա։ Տուրբոզավրեր, առաջ։ Տեսեք, գետն էստեղ նեղանում է։ Ամենահարմար տեղն է կամուրջ կառուցելու համար։ Ճիշտ է Ձեր։ Հիմա պետք է մտածենք, թե կամուրջն ինչից ենք կառուցելու։ Տեսեք, մի քանի տապալված ծառ կա։ Իսկ դրանց վրա ատամների հետքեր, հաստատ կողբերի գործն է։ Հոյակապ է, հենց այս ծառերից էլ կամուրջ կկառուցենք։ Կարծում եմ կողբերը մեզ կներեն։ Գետի մի ափը մյուսից բարձր է։ Կամուրջն ուղիղ տեղադրելու համար պետք է կտրել այս բլրակը։ Բուլ, դա քեզ ենք հանձնարարում։ Ճյուղերը պետք է մաքրել տերևներից։ Երկու գերաններից կստանանք հիմքը, իսկ վրան լայնակի կտեղադրենք տախտակները, տոր, թրակ, իսկ դա արդեն ձեր գործն է։ Մեզ բազրիկներ են պետք, թե չէ կամրջի վրայով անցնելը վտանգավոր է։ Տոր, մի քանի անցք բացարա էստեղ, այնտեղ ու էստեղ։ Բազրիկները կկառուցենք բարակ ճյուղերից։ Վերջ, մնում է տեղադրենք կամուրջը։ Անկի։
Բարսիկն արդեն շատ մոտ է։ Չենք հասցնի։ Ամեն ինչի զուր էր։ Հոսանքը Բարսիկին բաց ծով կքշի։ Անտի, պետք է շտապենք։ Բարձրացրու կամուրջն ու տեղադրիր ուր որ պետք է։ Ձեր պետք է շրջել կամուրջը, դու մեր միակ հույսն ես։ Բայց միևնույն է չենք հասցնի։ Կհասցնենք։ Խեղճ Պիսո, շատ ես վախեցել։ Հոյակապ աշխատանք ընկերներ։ Իսկ այս կամրջակը կծարայի մարդկանց, չէ որ մեծ կամուրջն այնքան հեռու է։ Ձերն այսօր իսկական հերոս է։ Վերջին րոպեին կարողացավ շրջել կամուրջը։ Բայց ինչ արեցի որ, եթե կողմերը չլինեին։ Ճիշտ է, այսօր 3 հերոս ունենք, 2 կողմեր եւ զերը։ Արծիվ։ Ծող լուր, քաղաքից ոչ հեռու անտառում զբոսաշրջիկները նկատել են դինոզավր հիշեցնող հսկայական կենդանու։ Ինչ հիմարություն ասես կհորինեն, բայց ամեն դեպքում ձեր հայրիկը մյուսների հետ միասին կգնա անտառ ու կփնտրի այդ խորհրդավոր կենդանուն։ Պետք է զգուշացնել տուրբոզավրերին։ Շնորհակալություն, տատիկ։ Տատիկ, շնորհակալություն։ Իսկ դու ինձ հետ կմնաս, էլի շիլան չես կերել։ Այստեղ չեն։ Հո չեն գտել։ Չէ, չէին հասցնի։ Հա, այստեղ եք։ Մենք էլ ձեզ էինք փնտրում, դուք պիտի փախչեք։ Ինչ է եղել։ Ձեզ մարդիկ են տեսել, նրանք վախեցած են։ Ու ձեզ եմ փնտրում, գուցե կողքի անտառում թաքնվեք։ Ոնց հեռանանք, սա մեր տունն է։ Արդեն հազարավոր տարիներ։ Այո։ Կատյա, արի նրանց ասենք, որ դինոզավրերը վտանգավոր չեն։ Մեզով կհավատա։ Ուղղակի կարգել են անտառ գալ։ Մարդիկ չպետք է իմանան մեր մասին։ Մենք միշտ թաքնվել ենք եւ կշարունակենք թաքնվել։ Հասկացա, մենք նրանց կվախեցնենք միայն ձևականորեն։ Պետք է խաղալիք դինոզավր սարքենք։ Կարծում ես մեծերը խաղալիքից կվախենան։ Բոլորը կմտածեն, որ տեսնողը խաղալիքն իսկականի հետ է շփոթել։ Ապրես, Պետյա, շատ լավ բան ես մտածել։ Ձեզ իրոք թվում է, որ այս արարածը կարող է ինչ-որ մեկին վախեցնել։ Իսկ ինչը չես հավանում, Թրակ։ Ավելի շուտ անմեղ գազանիկ է հիշեցնում։ Եթե ռետինից լինի, հետո լողավազանում կխաղանք։ Ուրիշ առաջարկ ունես։ Եկեք տիրանոզավր սարքենք։ Ինչու։ Ահով ասաց։ Էլ ինչ։ Դե լավ, թող տիրոնազավր լինի։ Ինչ գեղեցկություն։ Ահա, հիմա բոլորը կսարսափեն։ Լալալալալալալալալա, տեսեք, ինչից եք ինձ պատրաստելու։ Կոտրված սարերից։ Մենք անտառում ենք, նայեք ձեր շուրջը, անտառն էլ կմաքրվի։ Ճիշտ է, Կատյա, դու հանճար ես։ Կոտրված ծառերից։ Տուրբոզավրեր առաջ։
ինչու չես օգնում։ Որպես մոդել ես ավելի օգտակար կլինեմ։ Կտիցս տրած է։ Մի փչացեք, հերու։ Գտա անսարսափելի գազանին։ Անտառի բացատում էր։ Ինչ որ մեկը փայտից էր քանդակել, իսկ սպոսաշրջիկները կարծել են, թե դինոզավր է։ Հայրիկը ընկերների հետ քանդակը բերել են քաղաք ու տեղադրել են հրապարակում։ Ամեն ինչ ստացվեց։ Պետք է թրաքին ցույց տանք։ Նրան դուր կգա։ Պարզ է, ձեր մեքենան միայն կատուների համար է։ Այ մերն ուրիշ է։ Իսկ մենք էլ թռչող սարք ունենք։ Հին մոդել է, նադարյան։ Ինչ։ Բա, իսկ ինձ ծննդյան բացառիկ նվեր են խոստացել։ Մի բան, որ դուք չունեք։ Իրոք, եւ ինչ։ Տնանք ծառի վրա, մեծ ու գեղեցիկ։ Բա, եթե խելոք լինեք, ձեզ էլ կհրավիրենք։ Դեռ կտեսնենք։ Այդ ես եմ Հնադարյան։ Թեև ճիշտ է, ինչ որ չափով։ Զեր, ուշադրություն մի դարձրու, ուղղակի նրանք պարոտախոս են, կարծում եմ, նրանց պետք է լավ դաս տալ։ Համաձայն եմ, բայց ինչպես։ Ինքներս ծառի վրա տնակ կկառուցենք, որ էլ չբարձրանան, իսկ ընկերները կօգնեն մեզ։ Հա։ Խնդիրը բարդ է, բայց անկարելի ոչինչ չկա։ Տնակի մասերը կարելի է ստանալ տպիչով, բայց հետո դրանք պետք է հավաքել։ Լավ, ամեն ինչ հերթով։ Զեր, դու հարմար ծառ ընտրիր։ Տոր, մաքրիր ծառի շրջակայքը։ Դու զբաղվիր տան մասերով, անկին դրանք կբարձիմ թափքին, իսկ թրաքը կհավաքի տնակը։ Տուրբոզավրեր առաջ։ Այստեղ ինչ որ մեկն է գալիս, թաքնվեք։
հետաքրքիր է, ումն է։ Իսկ դու ինչ ես կարծում։ Ապրես, լավություն արեցիր։ Բայց ինչ եմ արել։ Իսկ ով օրինեց, որ ինձ տնակ են նվիրելու։ Հիմա նրանք տնակ ունեն, իսկ ես ոչ։ Բայց եթե կոտրենք, նրանք էլ ոչինչ չեն ունենա։ Վատ միտք չէ։ Հիմա նրանք կկոտրեն մեր գեղեցիկ տնակը։ Հանգիստ, ես մի միտք ունեմ։ Սա ինչ է։ Երևի քամին է։ Մեզ հյուր կընդունեք։ Բայց դուք ասացիք, որ ձեր տնակն եք ունենալու։ Ոչ մի տնակ էլ չի լինի, Ֆեդյան ամեն ինչ օրինել է, իսկ ես միշտ երազել եմ նման տնակի մասին։ Դե լավ, բարձրացեք։ Բայց սրանից հետո հիշեք, խաբելը լավ բան չէ։ Հիմա մենք ծառի վրա տնակ ունենք, իսկ Բորյան ու Ֆեդյան չունեն։ Դա անարդար է։ Մենք դա կուղենք։ Ընկերներ, գործ կա, լսում եք։ Ձեր տնակը շատ լավն է։ Մենք էլ կուզեինք ունենալ։ Երկու տնակ ինչներիդ է պետք։ Ինչ։ Դուք արդեն ունեք ձեր տնակը։ Ահա, նայիր։ Իրոք, սա ուղակի հրաշք է։ Ուռա!